Միացյալ Նահանգներում այսօր նշվում է հայրերի միջազգային օրը։ Այդ առիթով երգիչ Անդրեն իր և դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, գրելով հետևյալը. «Չեն կարող բաժանել այն, ինչ սրտով է կապված»։ Հավելենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Անդրեի նախկին կինը, երգչուհի Անի Օհանյանը դստեր հետ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և Անդրեն հաճախ չէ, որ կարողանում է հանդիպել դստերը։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել հուզիչ կադրերն առանց մեկնաբանության։ Папа. Джана, du напастякես, վախ, իմ մեծիկ, ցավը տան է պապան, իմ մեծ բալա, պապան ոնց է անում, անուշ, octopus, Վայ Պապան ուտիկ ես Պապան բացի թուսիկ Հանգստյան օրերին Սոնա Ռուբենյանը ևս ակտիվ է սոցիալական հարթակներում, իսկ Star News-ը շարունակում է ամփոփել աստղային օրը մեկ հոլովակում։ Երգչուհին դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, որը դարձել է ինստագրամյան ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փոքրիկ Մարիի արտահայտություններն ու դեմքի միմիկաները շատ արտահայտիչ են, ինչն էլ գրավում է երկրպագուներին, իսկ Star News-ը ձեզ ներկայացնում է զվարճալի տեսանյութերը։ Արջուկին էլ ենք տանում։ Քո տեղը կարող արջուկը գա։ Երգչուհի Սիրուշոյի ընտանիքը ևս հանգստյան օրերն ակտիվ է անցկացրել։ Ընտանիքը գնացել է Դիլիջան, որտեղից էլ նոր կադրերով երգչուհին կիսվել է ինստագրամյան հարթակում։ Ընտանեկան ջերմ լուսանկարներ, հոգատարություն ու մեծ սեր։ Ահա այս ամենը նկատելի են Սիրուշոյի նոր հրապարակումներից։ Այս լուսանկարները ևս մեծ տարածում գտան համացանցում, քանի որ հայ հայտնիներից շատերն իրենց անձնական կյանքն այդքան էլ հաճախ չէ, որ հանրայնացնում են, իսկ երկրպագուները սիրում են ընտանեկան ջերմ կադրեր։ Star News-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը դրանք առանց մեկնաբանության։ Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանն ու կինը Տաթևը մեծ հայտնիություն են վայելում սոցիալական հարթակներում։ Տաթևը նոր տեսանյութեր է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե երկու որդիները ինչ չարաճճիություններ են արել։ Star News-ը ներկայացնում է դրանք ձեր ուշադրությանը։ Ես գիտեի սենց բաներ աղջիկ երեխեքին ա բնորոշում։ Բրոկոլինս նայի։ Բլաշս կերակ, անուշ լինի։ Կանսիլերս կերակ, անուշ լինի։ Կոկոտ երեխեք, ես ինչ մոգնի եմ խոմ չգիտեմ։ Հենց հիմա գնացիք ստեղից։ Հոն։ Դուրս կա։ Hello, մնա վայանն։ Կատամ գդեղ մեզ։ Հանեք այս մեծիկան դարակից։ Այս ով է հանել դարակից, ով է հանել։ Ով է հանել ես։ Ինքը։ Դու ես հանեմ իրան ես դարակից։ Հա? Էլ չտենապ տեծվան անես։
ասում եկեք դիտակ խնդում է։ Դե իսկ բլոգեր Արուս Կավկազն էլ շարունակում է իր աշխարհում ապրել։ Նա հսկայական այգու է վերածել բակը։ Բլոգերը նոր տեսանյութով պատմել է իր առավոտվա մասին, ինչպես նաև մի քանի օգտակար խորհուրդներ տվել։ Ձեզ ենք ներկայացնում հոլովակն առանց մեկնաբանության։ Доброе утро, дорогие мои! Как ваше настроение? Я собралась на рынок, думаю, поздоровлюсь, потом позже будет. Вы только смотрите, какие красивые у меня сад в этом году. Вы помните в прошлом году, какой у меня урожай было? И сколько там печки, помидорчики. А в этом году, смотрите, какая красота. А мы с Тигранчиком улюбуемся с утра. Просто Тиграник сейчас завтракает, думаю, ладно, быстро поздоровлюсь, пожелать всем хороший день, хорошее настроение. И пойду кое-что покупку делать, дорогие мои. Все будет хорошо. Никогда духом не падайте. Посадите, радуйте, занимайтесь, чтобы ваши мысли всегда будет хорошие. Когда вы посаживаете, когда вы общаетесь, когда с детьми радуете, и мысли у вас хорошие идут. И Бог видит это все. Думайте о другим хорошо. Если даже они плохие. Говорить можно на лоб один раз, чтобы знали навсегда. Но надо быть и продолжать жить мирно и с любовью, дорогие мои. Բոլորովին վերջերս մայրիկ դարձած Լիլի Մորտոն շարունակում է դստեր առօրյայի մասին նոր մանրամասներ ներկայացնել Instagram-յան էջում։ Լիլին նոր կադրերով է կիսվել, որտեղ երևում է Ավրորան շատ գեղեցիկ տեսքով։ Փոքրիկի նոր հոլովակն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Աղջիկների հետ էստե մնում ես 2 րոպե, այսինչ խելոք չշարժես, Ավրորա, հանկարծ չշարժես։ Գալիս եմ։ Ալով, բաց, գալիս եմ։ Ոյ, գալիս եմ, բաց։ Գալիս եմ։ Ավրորչկա, ինչ անեն դու 2 րոպե սոսով վերցնես, հա? Իմ աղջիկ, ինչ կլինի, որ սոսով վերցնես։ Վերցու էլի իմ աղջիկ, ինչ կլինի։ Մի քիչ, մամայից քիչ կախված լինես, էլի։ Թե չէ սա որ կախված ես մամայից։ Հա, չէ, վերցրու, մի հանի։ Ավրորա, մի պուճուր էլի մի քիչ։ Հա, լավ։